Ողջույն հարգելիներ, շնորհակալություն, որ միանում եք իմ ալիքին, իմ էջին, դա շատ ոգևորող է, արդեն այստեղ ունեմ 7000 հետևող, շնորհակալություն ձեզ բոլորիդ, ինչ եմ հիմա ուզում ձեզ ցույց տալ, այստեղ ես տեղադրել եմ այսպիսի մի գրառում, որտեղ ասում եմ, որ կարող եք լեկալ պատրաստել եւ կա այսպիսի հղում, դուք կարող եք սխմել այդ հղումը եւ կգտնեք այսպիսի մի կայք, սա ուկրաինական կայք է, այն չի թարմացվում, բայց արդեն ահագին այստեղ ինֆորմացիա կա եւ կարող եք ընտրել ցանկացած լեկալ, հիմա ես ընտրեմ մի տարբերակ, օրինակ, որտեղ որ քիչ չափեր են, որ ավելի հեշտ ցույց տամ։ Նախ ասեմ, այստեղ բացատրում է ցույց է տալիս, թե որտեղից է իր իստոչնիկը, այսինքն աղբյուրը, ոնց կարելի է չափերը նայել, այսինքն այս հղումները դրա համար են, որ դուք կարող եք անցնել եւ գրել նույնիսկ այստեղ այդ հղումը կա, եթե կա գրում է, եթե չկա չի գրում։ Եվ այստեղ դրված են չափերը։ Այստեղ ամբողջ իր չափերն է տեղադրում։ Եվ այստեղ կա փոքր գծագիր, սա 1:4 մասշտաբի գծագիր է։ Ստուգում ենք նայում ենք, արդեն կարող ենք բոլոր այս չափերը կրկնել կտորի վրա միանգամից եւ ստանանք այսպիսի գծագիր։ Կամ մենք կարող ենք արդեն պատրաստին տպենք 1:1 մասշտաբը, իսկ մեր ռեալ չափերը արդեն բաժանած է A4 ֆորմատի թղթիկների վրա եւ կարող ենք այդ մասշտաբը ունենալ։ Որպեսզի սա տպենք, մենք պետք է քաշենք այն ներբեռնենք ասա, այս on-line տարբերակով որ գրված է, այսա։ Տեսնեք այստեղ ավելին կա, եթե սա մտնենք, ապա ուրիշ բան կբացի, դա կլինի միայն սա։ Հիմա ուշադրություն ենք դարձնում այստեղ, սա այս թվերը որ կա, թղթի եզրերի հեռավորությունը միլիմետրով է ցույցված, դա շատ բարձր է, շատ է, դրա համար ասա նույնպես կարող եք գրել 5, որ բոլոր տեղը լինի 5։ Եթե հիմա այս 0 դնեմ, ուրեմն սա թղթի այս եզրի չափն է, որ մենք կարող ենք զրոյացնել կամ թողնել որքան որ ուզում ենք, որ տպելուց հետ լինի հավաքել։ Որպեսզի մենք տպենք մեր ֆայլը, մենք նախ ներբեռնում ենք այն այստեղից եւ այս արդեն ֆայլը որ ներբեռնած է, սա լավ կլինի որ թողնեք, սա էջերի որ հասկանաք որը ինչ էջ է եւ սա այն փոքր տարբերակն է որ տեսնեք նույնպես այդ սխեման էլի որ հավաքելը հեշտ լինի մանավանդ եթե դժվար ինչ որ մի գծագիր եք անում եւ ներբեռնում եք PDF ֆորմատի եւ հիմա ես այն կբացեմ ես բացեցի այսպես ամեն մի թղթիկի վրա համարակալած է այսպես ամեն մի թղթիկի վրա արդեն կա եւ եթե ես հիմա ուզեմ այսա սխեման է մենք կարող ենք տեսնել սխեման եթե ուշադրություն դարձնեք այստեղ ավելնորդ թուղթ կա կարող եք դուք ձեր մոտ նշել որ 1 2 3 թուղթ տպում եք ժողովուրդը չէ եւ այսպես հաթաթպեք այս ավելնորդ դատարկ թղթերը դες պետք չի չտպեք ես էջերը նշել եմ որն եմ ուզում տպել ես տպում եմ տպելուց հետո մի վստահեք ամեն դեպքում ֆորմատը կարող է որոշակի փոփոխություններ լինեն այսինքն մենք մեր հաշվարկները գիտենք մի հատ ստուգում ենք ռեալ չափերը եթե այդպեսին է ուրեմն ճիշտ ենք կպցրել հիմա ես ուղեմ ահա այսպես ուրեմն ճիշտ է կարող ենք նաև երկարությամբ նայենք այսինքն պետք է 60 սանտիմետր լինի երբ որ ես ներքևն կպցնեմ եւ այդպես բոլոր հաշվարկները մի հատ նորից կստուգեմ քանի որ փոքր տարբերակը կա եւ վերջարկելիներս այդքանով դուք ձեր գծագիրը փորձում եք